Արցախի հանրային հեռուստատեսության եթերում աշխատանքն է սկսում օր լրատվական ծրագիրը բարի երեկո։ Հունիսի 15-ի լույս 16-ի գիշերը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն։ Ակարակորթը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից, որոշ ուղղություններում կիրառելով նաև ԴՇԿ տիպի գնդացիրներ եւ դիպուկահար հրացաններ։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական ծառայություն։ Առաջնագծում հարաբերական անդորը պահպանվում է, սակայն դա զգոնությունը թուլացնելու առիթ չէ։ Ապրիլյան պատերազմից հետո առավել զգոն մեր դիրքապահները հետևում են հակառակորդի տեղաշարժերին։ Աշխատանքային այցով Արցախում գտնվող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը եւ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Աշավիր Ղարամյանը նաեւ առաջնագծում տիրող իրավիճակն են ներկայացրել, ոչ թե աշխատասենյակում, այլ հենց խրամատում։ Հայկական երկու հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաներն առաջնագծի արևելյան հատվածում են, սահմանի այս հատվածը կապիտան Աբրահամյանի զինվորներն են հսկում։ Իրավիճակը հանգիստ է հակառակորդի կողմից, իրանք ինժեներական աշխատանքներ են կատարում։ Սակայն խախտումներ են լինում ոչ նախկին ինտենսիվությամբ, բայց սահմանի մյուս կողմից կրակոցներ հնչում են ամեն օր։ Կրակոցներ են լինում, ոչ նենց նշանավոր են լինում, իրանք նենց մեկ իրանք ուզում են ասեն մենք ել ենք յանամ ստեղ, բայց կրակոցները տարբեր տրամաչափը մինչև բարձր տրամաչափի էլի հրաձգային զենքերով հիմնական հրետանի չի աշխատում։ Անկախ հակառակորդի պահվածքից դիրքապահները զգոնությունը չեն թուլացնում։ Ապրիլյան պատերազմից հետո առավել զգոն սահմանի մյուս կողմում նկատվող տեղաշարժերին են հետևում։ Վերջին ամիսներին դիտարկման եւ հսկողության տեխնիկական հնարավորությունները առավել կատարելագործել են։ Բարձրաստիճան հյուրերին նոր հնարավորությունների մի մասն են ցուցադրում։ Համեն մեր ազնագազմը մշտական դիտարկում է իրականացնում։ Մեր սահմանը ամուր է, հակառակորդին ընդհանրապես вообще շանս չունի։ Նորայր Հովսեփյան, Աշոտ Գասպարյան, օր։ Հունիսի 14-ին ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվել է տեղեկություն այն մասին, որ Բաքվում հայտնաբերվել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրված վարորդական վկայական Ալեքսան Արաքելյանի անունով։ Վերջինս անհետ կորել էր ապրիլի 2-ին ԼՂՀ նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի առաջին իսկ օրը։ Արաքելյանի դիակն ադրբեջանական կողմն արցախյան իշխանություններին վերադարձրել է ապրիլի 10-ին։ Տեղեկության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի եւ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերն իրականացրել են առանձին ուսումնասիրություններ եւ հանգել հետեւության, որ տեղեկության մեջ նշված փաստաթուղթն առերևույթ պատկանում է ԼՂՀ պաշտպանության բանակի փոխգնդապետ Հայաստանի Հանրապետության քաղաքացի 1982 թվականին ծնված Ալեքսան Արաքելյանին։ Նշվածի կապակցությամբ արձանագրում ենք, որ ադրբեջանական կողմը պարտավոր է կատարել միջազգային մարդասիրական իրավունքով 1949 թվականի Ժնևի առաջին կոնվենցիայի 16-րդ հոդվածով ուղղակիորեն սահմանված պարտականությունը եւ ապահովել նշված փաստաթղթի վերադարձը փոխգնդապետ Արաքելյանի ընտանիքին, պահպանելով բոլոր պահանջվող կանոնները։ Ադրբեջանական իշխանությունները նաև պարտավոր են հանգամանալից քննության արդյունքում տալ մանրամասն հրապարակային բացատրություն այն մասին, թե փոխգնդապետ Արաքելյանին պատկանող անձնական փաստաթուղթն ինչպես է հայտնվել Բաքվում եւ այն էլ հանրային տարածքում։ Միևնույն ժամանակ մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող եւ հատկապես Ադրբեջանում գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպություններին կոչ են անում խստորեն հետևել միջազգային մարդասիրական իրավունքի նկարագրված խախտումը վերացնելու, ինչպես նաև խախտման պատճառների վերաբերյալ քննություն իրականացնելու ադրբեջանական իշխանությունների պարտավորության կատարման ընթացքին, ասված է Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օմբուդսմենների համատեղ հայտարարության մեջ։ Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամասում պետական միջոցներով վերանորոգվում են շենք-շինությունները։ Դրանք վերակառուցվում են Թալիշից տարհանված մեր հայրենակիցների համար։ Վերականգնողական աշխատանքներ են տարվում նաև Մատաղիսում։ Բնակիչները վերադառնում են սեփական օջախներ։ Մարդիկ Թալիշում առօրյա գործը հոգսով էին ապրում մինչև ապրիլի 2-ի գիշերը։ Թշնամու առաջին հարվածն իրենց վրա վերցնելով թալիշցիները տարհանվեցին գյուղից ու ապաստանեցին անվտանգ պայմաններում։ Ու չնայած սեփական տանն ու կենցաղին են կարոտում, նրանք առայժմ վախենում են վերադառնալ։ Գյուղը թշնամու նշանառության տակ է։ Թալիշցիների համար պետությունը կեցության ժամանակավոր պայմաններ է ստեղծում Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամասում։ Բնակիչներից շատերը սակայն այստեղ իրենց ապագան չեն պատկերացնում։ Արդեն պատկերացումներ անզուրկ ենք տալու։ Արդեն գույմ չեմ, արդեն անորոշ վիճակում ենք ապրում։ Հավատքն էլ ընդունած, բայց ես անհավատ եմ տեղը։ Ես հավատք ունենալա կորելա, որովհետև մին առաջ խաղացում տեսնում չէ։
Ի տարբերություն Թալիշի, Մատաղիսում կյանքը նախկին հունի մեջ է մտնում, վերադառնում են ոչ միայն մատաղիսցիները, Էմմա Խաչատրյանը թալիշցի է, վերջին իրադարձությունների պատճառով տեղափոխվել էին Առինջ, հիմա ընտանիքով վերադարձել են Մատաղիս, Առինջում ամեն ինչ լավ էր, ասում է, բայց հայրենի հողը կանչում էր, ասում է, որ Ալաշանում ժամանակավորապես կապրեն, միայն թե բոլոր թալիշցիներով միասին լինեն։ Փիս վախում ենք, թեկուզ տեղի կազդողության, շատ փիս վախում, ուղղակի ստիպված ենք որ կենք։ Թեկուզ ընդ շատ լավ է, շատ անչափ լավ է ժողովուրդը հաշում։ Այդ Առինջը եւ ինձ էդ ինքան լավ էր, ոնց որ հարազատ մարդիկ են, բայց ստեղ ավելի լավ է։ Մատաղիսում, ինչպես Ալաշանում, հիմա վերականգնողական աշխատանքներ են կատարվում։ Գյուղացիների մի մասը դեռևս Ստեփանակերտի հյուրատներում է, սպասում են պատերազմից տուժած իրենց բնակարանների շինարարության ավարտին։ 78-ամյա Օլյա տատը քաղաքի կենցաղին այդպես էլ չի հարմարվել։ Ես եմ մտածում, որ մեր տունը սարքեն եւ չնեմ։ Տունը սարքեն, բայց իհարկե գրադը մեր տանն է եկալ։ Վերադարձած մատաղիսցիները այլ հոգսեր ունեն, եւ ռազմական գործողությունների հետևանքներն են վերացնում եւ տնտեսությունը վերականգնում։ Մարդիկ վերադարձել են ընտանիքներով, երեխաների հետ։ Որ գնացինք այդ փախուստից հետո Հայաստան, չնայած ուշքումիկները ստեղ էր։ Հաուզում ենք գանք, ուզում ենք դաժե մի 5 օր հետո գանք, բայց դե որ վտանգավոր էր, ոնց գանք, հա, սպասում ենք։ Մկրտչյանների ընտանիքն Ալավերդի քաղաքից նոր է վերադարձել։ Տանը դեռ ճամփրուկային իրավիճակ է, ասում են։ Որդին Լևոնը դիրքերում է։ Եկել են, որ թիկունքն ապահով պահեն, գյուղը շենացնեն, շուտով նաև Լևոնին պիտի ամուսնացնեն։ Տա Աստված ամեն ինչ բարեհաջող լինի, ընտրությունը բարեհաջող լինի ամեն դեպքում, որոշել ենք անպայման այս նոր բնակարանում, նոր բնակարանի հետ նոր ընտանիք ստեղծենք, ամեն ինչ լավ լինի, գեղեցիկ ու Ղարաբաղում մի լավ ընտանիք էլ աճի ու բարգավաճի։ Տղամարդիկ առաջնագծում են կանայք թիկունքում, յուրաքանչյուրը պահում է իր դիրքը։ Հունան Թադևոսյան, Տիգրան Գասպարյան, Օր լրատվականի համար։ Հունիսի 8-ից 15-ը Հայաստանի մանուկներ հիմնադրամ բարեգործական կազմակերպության մասնագետներն Արևիկ մանկական բուժմիավորումում դասընթացներ են անցկացրել նախաբժշկական փուլի առաջին օգնության վերաբերյալ։ Ծրագրի նպատակն է նաև տեղում պատրաստել մասնագետ դասընթացավարների խումբ։ Հայաստանի մանուկներ հիմնադրամը ապրիլյան ռազմագործողությունից հետո փոքր խմբով եկավ Արցախ նպատակ ունենալով այստեղ բարեգործական ծրագրեր իրականացնել։ Առաջին նախաձեռնությունը եղավ այն, որ ապրիլի 16-ից 20-ն Ասկերանի շրջանի 21 բուժքույրերի համար կազմակերպվեց առաջին բուժօգնության դասընթացներ։ Կազմակերպիչների մոտ միտք ղացավ դասընթացներ կազմակերպել հենց այն բուժաշխատողների համար, ովքեր վերապատրաստվելով կդառնան դասընթացավարներ եւ այնուհետեւ տեղերում անձամբ կանցկացնեն առաջին բուժօգնության դասընթացները։ Հունիսի 8-ից 15-ը Հայաստանի մանուկներ հիմնադրամի ներկայացուցիչներն ապագա դասընթացավարների համար անցկացրել են սեմինարներ, գործնականում ցուցադրել դժբախտ պատահարների, վնասվածքների, հանկարծահաս հիվանդությունների ժամանակ մարդու կյանքը փրկելու եւ բարդությունները կանխելու նպատակով ցուցաբերվող պարզագույն, անհապաղ եւ նպատակահարմար օգնության միջոցառումներ։ Առաջին օգնությունը կատարվում է մինչեւ բուժաշխատողների ժամանելը եւ հիվանդին կամ տուժածին բուժհիմնարկ հասցնելը։ Հաճախ առաջին օգնության ճիշտ ցուցաբերումով է պայմանավորվում հետագա բուժօգնության հաջողությունը։ Մեկ շաբաթյա սեմինարներին մասնակցել են 18 բուժքույր մայրաքաղաքից եւ հանրապետության շրջաններից։ Բոլորն էլ դառնում են լավ դասընթացավար աշխատանքի ընթացքում։ Կարևորը է այստեղ ունենան ցանկություն, շատ խելացի են բոլորն էլ, որովհետեւ իսկապես միակ խանգարող բանը կլինի ցանկության բացակայությունը, որովհետև եւ գիտելիքի առումով եւ հմտությունը, որ կամաց է գալու, դա գալու է։ Եթե ցանկությունը ունեցան, իրենք կարող են հանգիստ շարունակել մեր կազմակերպությունն էլ եւ ես անձամբ ինչքան պետք լինի, նույն նյութերի տրամադրում, հա, ինֆորմացիան, եթե նորից փոփոխվեց տրամադրում, կամ եթե հնարավոր լինի սկզբի դասընթացներին որևէ մեկ էլի մերոնցից գա ներկա լինի, եթե ոչ հնարավոր լինի ինտերնետով հեռախառ, հա, Skype-ով մենք տեսնենք ամեն օրվա վերջում քննարկենք ինչ է այնպես չէր, ինչ է այնպես էր, այսինքն ես դա իսկապես տեսնում եմ, որ սա հնարավոր է։ Շնորհակալություն եմ հայտնում Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարությանը եւ Հայաստանի մանուկներ հիմնադրամի կազմակերպությանը, որ աջակցեցին Լեռնային Ղարաբաղում կազմակերպել անմիջական եւ շատ հետաքրքիր դասընթացներ առաջին բուժօգնության վերաբերյալ։ Սա եւ կրկնություն է եւ ծանոթացում ամերիկյան ուղեցույցներին։ Կցանկանայի, որ այսպիսի դասընթացներ կազմակերպեն ավելի հաճախ եւ տեղում։ Գոհար Ռուստամյան, Միրուժան Մարտիրոսյան, Օր։
Հաշված օրերը մնացել կաթոլիկ եկեղեցու հովապետի Հայաստան կատարելիք պատմական այցին։ Ֆրանցիսկոս Պապն այսօր այդ կապակցությամբ կոչով դիմել է հավատացյալներին, հայտնում է Անսայիթը։ Հռոմի Պապը խնդրել է հավատացյալներին աղոթել իր Հայաստան առաջիկա այցի համար։ Խնդրում եմ ձեզ աղոթել, ես մի քանի օրից որպես ուխտավոր կլինեմ Արևելքի երկրում Հայաստանում։ Հայերն առաջինն են այն ժողովուրդներից, որ Հիսուսից ստացան ավետարանը։ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան նախատեսված է հունիսի 24-ից 26-ը։ Ծանոթացեք նաև եղանակի տեսությանը, օր լրատվականի հիմնական թողարկումը ժամը 29-ը։ Եղանակի տեսության հովանավորն է SBS ընկերությունը։ Հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական անպամատություն, ժամանակաժամանակ սպասվում են կարճատև անձրև եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, վարկյանում 5-ից 10, ամպրոպի ժամանակ 20-ից 25 մետր ուժգնությամբ հարավ-արևմտի անկամի, օդի ջերմաստիճանը գիշերը 12-ից 17, ցերեկը 22-ից 27 աստիճան տաքություն։